Բարևձեզ սիրելի հեռուստադիտողներ, հայ անգուսակցական ազատ մամուլի երկրպագուներու համար եւ զորագիծներու համար, ընթերցողներու համար հոյակապ լուր։ Ռսասրուկ հին քողապետական գլանին անբաժան մեկ մասնիկ Քարեքին Բ Գդրիչ Ներսեսյանի ամիջական partner Արևմտյան Միացյալ Նահանգներու Արևմտյան թեմի հայ եկեղեցու Արևմտյան թեմի թեմագալ առաջնորդ Հովնան Դերդերյանը բարդություն գրեց Ամերիկայի երկու թատարանները ներս ուրեմն 3 տարի առաջ USA Armenian Life եւ Հայկյանք շաբաթերթերին թեմ փողոք ներկայացած էր 15 հաստատումներու կամ հայտարարություններու վերաբերյալ եւ այդ 15 հայտարարությունները Los Angeles Superior Court-ի մեջ չեղարկվեցան ուրեմն 100% բարդության մատնվեցավ իսկ հետակային այդ 15 հայտարարություններեն 9 ընդունեց որպես ճշմարտություն եւ կենտրոնացավ 6-ի վրա եւ այդ 6-ը ներկայացուց բարձրագույն թադարան ուրեմն appeals court վերանայման թադարան եւ այնտեղը պետք է ասել որ եւս նոր բարդություն մգրեց երբ 4-ը 6-ի վրա նաեւ չեղարկվեցան այսինքն ծեր խոնար ծարան իր գադարած բացահայտումներուն արդիվ ինչպես որ անգլերեն գսեն he is vindicated իսկ մնացած երկու հատը ինքը պիտի որոշե թե գուզե հետապնդել trial court-ով խնդիր չի գա որովհետև մենք միշտ առաջնորդված ենք ճշմարտախոսությամբ եւ փաստերով այս մեկը ցույց կտա որ մենք ինչպիսի դկնաչան աշխատանք կատարած ենք երկար տարիներու վրա եւ պետք է ասել որ անցնող ասենք 40 տարիներու ընթացքին շուրջ 400 բացահայտումներ կատարված են եւ այդ 400 բացահայտումներու վերաբերյալ ոչ մեկ տեսակի թատական ասենք բարդություն չգրած USA Armenian Life-ը եւ ինչ կվերապերի Հովնան arczepiskopos Դերդերյանի մասին բացահայտումներ կատարած են ծեր խոնար ծարայի գողմե սկսած 2015 թվականին եւ այդ բացահայտումներով որ շուրջ 50-60 բացահայտումներ էին ընդամենը միայն ինքը 15-ը ջոգեց որպես փոխարկման ենթակա հայտարարություններ եւ թադական կորձ հարուցեց եւ անշուշտ քիչ առաջ ինչպես որ նշեցի բարդություն գրեց երկու անգամ բարդություն գրեց ուրեմն սա կնշանակի որ այն գլխից ինքը արդեն ավելի քան 35-40 բացահայտումներու հետ համախոհ գտնվել է յետքը 15-ը վիճարկելի կդած է անոնքալ գորստյան մատնվեցան հետո 6-ի վրա 4-ը գորստյան մատնվեցան մանրամասնությունները այս շաբաթվա հայկյանք շաբաթերթի մեջ եւ USA Armenian Life-ի մեջ մանրամասն փաստերը ներկայացված են անոնք որոնք բաժանորդ են արդեն կստանան իսկ անոնք որոնք կփապակին ստանալ այդ թիվը այդ համարը թող հեռացայինեն 818 241 5777 կամ email-ով թիմեն usarmenianlife@gmail.com Իսկ ինչ կվերապերի հունիսի 7-ի համապետական ընդդություններուն պետք է ասել որ ճակատագրական հանգրվանն է վերստին վերագանքնված հայկական pedagogian համար որ իր ամբողջ 36 տարվա ընթացքին ամենաջակատագրական որոշումը պիտի ընդունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակությունը պետք է ասել որ այս բայկարը բոլոր նախադրյալները ունի որ բանձալի հաղթանակով ավարտվին հոգուտ հայ ժողովրդին
հոգուտ հայկական pedagogian եթե Հայաստանի քվեարկող ընդդություն գդարող քաղաքացին իր քվեն չվաճառե, իսկ եթե վաճառե, իրավաբան մարմինները պատասխանատվության ենթարկեն եւ ազատազրկեն այդ քաղաքացին, որ ընդրակաշարք կընդունի, իսկ մնացած սրդացավ, անգեղծ, ազնվասիրտ, ազնվամիտ քաղաքացիները իրենց մարդականությունը եթե լիուլի գադարեն, մենք ապա ուրեմն մեր առաջ բարձված կտեսնենք հայկական pedagogian ինքնիշխանության, անկախության եւ պաշտպանության համար եւ նաեւ դնդեսության հզորացման համար նոր պատմաշրջանը։ Մենք մայիս 28-ին ուրախությամբ ականատես եղանք, թե ինչպես հայկական պաշտպանությունը եւ սպառազինությունը նոր մագարտակ ստեղծած էին։ Հիմա կպատրաստվենք նոր մագարտակ ստեղծելու բոլորս համատեղ համերաշխ աշխատանքով, սոցիալ արդարության առումով, ներքաղաքական դաշտի մաքրման առումով, եկեղեցական շրջանակը վերականգնելու, առողջությունը վերականգնելու առումով եւ ընդհանրապես բոլոր մագարտակներու վրա նոր պատմաշրջան, հիմա միասին դիտենք վարչապետ Փաշինյանի ելույթը եւ իր հետ այդ թեմայի հետ կապված համապետական ընդդության հետ կապված երկու տեսանյութերը եւ շարունակենք մեր զրույցը։ Ես սիրում եմ Հայաստանի Հանրապետությունը։ Իմ կյանքը դրված է հանուն ազատ եւ երջանիկ Հայաստանի պայքարի զոհասեղանին եւ անցնելով դժոխքի միջով մենք հասել ենք մեր նպատակներին։ Խաղաղությունը հաստատված է, շրջափակումը հաղթահարված է, արտագաղթը դադարեցված է, ներգաղթը սկսված է, սոցիալական վերափոխումներ ընթացքի մեջ են, սկսած կենսաթոշակների բարձրացումով, առողջության ապահովագրությամբ։ Իմ կոչը, հորդորը եւ խնդրանքն է ձեզ։ Հունիսի 7-ին գնացեք ընտրական տեղամասեր եւ տեր կանգնեք պետությանը, տեր կանգնեք անկախությանը, տեր կանգնեք ապագային, տեր կանգնեք խաղաղությանը գործելով հետեւյալ տրամաբանությամբ։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք 16-ին։ Սիրում եմ բոլորիդ։ Չզարմանանք սիրելիներ, երբ հայկական pedagogiությունը առավել եւս իր քոյությունը գամրակրե հունիսի 7-ի համապետական ընտրություններուն, պետք չէ զարմանանք, որ Ամերիկան եւ Եվրոպան ընդհանրապես ազատ աշխարհը եւ ոչ միայն Ամերիկան եւ Եվրոպան, այլ նաեւ Կանադան, Ճապոնիան, Հարավային Կորեան, Ավստրալիան, Եվրոպական համայնքը եւ նաեւ անշուշտ Հնդկաստանը բոլորնալ առավել ուժեղացնեն Հայաստանի հետ գաբերը եւ նաեւ ինչու՞ չէ, եթե ռուսական դաշնությունը, որ շատ Թավաջանական կորձունեություն ցուցաբերեց 2020 թվականի 44 օրյա ժամանակ եւ նախորդ 100 տարիներու ընթացքին նույն տիպի թավաջանական կորձունեություն ցուցաբերեց, եթե հոգեփոխության ենթարկե ինքնինքը, ինչու՞ չէ, Հայաստանը որպես անկախ pedagogian պատրաստ է բոլորին հետ համագործակցելու եւ Ռուսաստանի հետ, եւ Ամերիկայի հետ, եւ Եվրոպայի հետ, եւ Թուրքիայի հետ, եւ Ադրբեջանի հետ, եւ Իրանի հետ։ Ուրեմն սա կվերապերի հայկական ինքնիշխանության ձնյալ իրավունքին, որ ովևէ ինքնիշխան պետություն այդ իրավունքներով օժտված է։ Եվ նաեւ չզարմանանք, երբ ինչպես որ 2021 թվին Սեր Խոնար Զարան առաջին անգամ լալով Վաշինգտոն DC-ի մեջ եւ դարբեր մայրաքաղաքներու մեջ բարձրացանեց այն խիստ կարևոր միտքը, որ պայման միտնեք Հայաստանի Հանրապետության, որ Ռուսաստանից անչադվի, հետոնոր իր հետ սերդացնեք ծեր գաբերը, այլ հիմա գոնե սերդացնենք հարկելով Հայաստանի Հանրապետության իրավունքը բազմազան դարձնելու իր արտաքին զինակցությունները դիվերսիֆիկացիա որ գսեն, ասենք անգլերեն, ռուսերեն բարե, լատիներեն բարե, ուրեմն բազմազան դարձնելով իր արտաքին զինակցությունները եւ այս արդիվ պետք չէ զարմանանք, այլ պետք է միան հիանանք, որ վերջերս
իրազեկվեցանք, թե ինչպես Եվրոպական միությունը օգնություն հասցուց Հայաստանի Հանրապետության եւ իրազեկվեցանք, թե ինչպիսի լավ դրամատուրգներ ստեղծված են Washington DC-ի մեջ եւ մենք չի զարմանանք, որ շատ մոտ աբակային սկսի արդակին օժանդակությունը Ամերիկայի Միացյալ Նահանգներուն հանդեպ հայկական pedagogian բարձրանալ եւ արագընթաց բարձրանալ եւ հասնի նույնիսկ անցնի $1 միլիարդ եւ բազմամիլիարդ $, ասենք արևդուրը զարգանա բացի այդ օժանդակությունից։ Բայց այս մեկը իրականացնելու համար մենք պետք է հավաքաբար որոշում ընդունենք, որ մեր ուղին պետք է անխարթախ կերպով առաջնորդենք թեպի արդար ընդդություններու ճանապարհով Հայաստանի ինքնիշխանության գոմնագից քաղաքական ուժերուն եւ որոնց հերթին առաջին հերթին քաղաքացիական պայմանագիր գուսակցությունը եւ այլ ասենք գուսակցություններ, որոնք բավականին լավ աշխատանք կդանին հոգուտ հայկական pedagogian ինքնիշխանության ուժեղացման։ Սակայն այս բոլոր դեստլագանը, այս բոլոր երազանքները գրնան վտանգվել, եթե մենք թույլ տանք, որ Հայաստանյաց առաքելական եկեղեցին հայկական pedagogian թիգունքից դաշունահար է։ Եվ այս արդիվ նորակույն դեսանյութը միասին դիտենք Կարեկին Գդրիչ Ներսեսյանի կողմէ եւ պիտի առաջարկեմ, որ իմ զրուցակից հայտնի հրապարակախոս Ոսկան Մխիթարյանը այդ մասին անդրադառնա եւ հետո մենք խոսենք մեր դեստլագանի մասին, այդ մասին Բարոն Մխիթարյանը ցեզի կներկայացնե, ուրեմն դիտենք Կարեկին Գդրիչ Ներսեսյանի, որ Մոսկվայի Գարո եզրած KGB-շնիկ Ներսեսյանի արյունագից եղբայրն է։ Զիքոյ արքայություն եւ զորություն եւ փառք Հավիտյանս ամեն։ Զգործը ստերած մերոց ուղի կարայի մեստեր եւ զգործը ստերած մերոց հաջողիա մեզ ամեն։ Այս թեմատրությունը այդպես պիտի գոչեմ մի քանի անգամ դիտեցի, որովհետեւ նախ ծիծաղ արթեց, ապա զայրույթ հարաճացուց իմ մեջ։ Սկսենք առաջին դողերեն այս թեմատրությունը, որուն ներկա եղան թերթերու խմբակիրներ, շատ հավանաբար առանց վարանելու գսեմ Կարեկին Գաթողոսի կողմէ թելադրված եւ առաջարկված լրագրողներ են։ Բայց շատ հետաքրքրական հարցադրումներ կատարեցին։ Ժողովը բացվել առաջ վեապարը աղոթքով սկսավ, ամիջապես աղոթքեն ետք փոքրիկ ըստ մեր սովորության կորձը հաջողցնելու համար աղոթ մգսեն բոլոր եկեղեցականները ըստ կորձը սերած մերոց ուղիղ արա իմեզդեր եւ ըստ կորձս մդած մերոց հաջողիա մեզդեր շատ կցավի մսելու որ Կարեկին Գաթողոս այս աղոթնալ շիրակցսավ այս մեկը մեկ կողմ տնենք որովհետեւ նորություն չէ անցյալին հայրմերը նույնիսկ չեր գրծացել Կարեկին Գաթողոս այդ ցույց կտա իր բادرաստվածությունը իր հոգևոր ներաշխարը հանդեպ եկեղեցվո հարցումներում մեջ շատ հետաքրքրական էին եւ մեկ հատը քիչ առաջ ցույց տրվեցավ եւ հետաքրքրական պատասխան մտավ Կարեկին Գաթողոս երբ լրագրողուհին իրեն հարց տվավ որ ժողովրդի մեջ ըսավ գա որ դուք վեապար գուսագրոնության ուխտը խախտացեք ամենս մը գներգայացնի հարցը որ կարծես թե նոր հարաբարակ ելած նորություն մնե սիրելիներ այդ հարցը ոչ 3 է ոչ 10 տարվա է ոչ 20 տարվա է 30 տարի ավելի գա այդ հարցը ինձի այդքան չի հետաքրքրեր հարցումը որքան վեապարին պատասխանը վեապարը ամենայն անթարդությամբ պատասխանեց ասելով որ
եթե եկեղեցականներ նայեցեք ամիջապես իր վրայեն հարցումը վերցուց եւ դրավ ամբողջ եկեղեցականության վրա եթե եկեղեցականներ գադարած են օրինական խախտումներ հետեւաբար այդ հարցը պետք է տրվի բատկան ադյանին որբեսի լուծում գտնե վեհապար դեր ինչ ադյանի մասին խոսի որ ադյանին գագնարգեք հայ եկեղեցին մանավանդ ծեր օրով ինչ ադյան ունեցած է օրենքը տուգեք միահեզան օրենքը թահի ջնալ տուգեք հետևաբար ինչ ադյանի մասին խոսիկ ինչու չունի քաչություն ասելու որ այո ցեզի ուված հարցումը այո կամ ոչ գսպասեր բայց չունեցակ քաչություն ասելու այո կամ ոչ արար աշխարհքի դե բայց եկեղեցին ես այդ հարցը դուք չէ որ պիտի լուծեք այդ հարցը պիտի լուծե եպիսկոպոսական ժողովը բոլոր նվիրավետական աթոռներով եթե լրջորեն գուզեն այդ հարցը լուծել որ այսօրվա հարցը չէ երեկվա հարցն չէ հարյուրավոր դարիների վեր այդ հարցը միշտ եկած է ժողովներում բայց երբեք լուծում չէ գտած ցավալի է որ այդ հիվանդությունը համադարած է միայն քարեկին գաթողոսը չէ բարփակված հետևաբար մեկտի թողունգադիգա բայց վեապար ադյանի մասին մի խոսիկ որովհետև ադյան քույտուն չունի վերջին այն օրեն վերջին դարիներուն այն օրեն որ դուք այդ աթորը ծևոմը քրավեցիք բոլոր աշխարհքի դե ինչպես նստեցաք այդ աթորին վրա միահեզան կործեցիք օրենքը անդեսեցիք սահմանադրական կանոնական բոլոր օրենքները անդեսած եք թահիճն եք դուք այդ եկեղեցվո եւ ոչ հոգեվոր հայրը ադյանի մասին խոսիկ ես ցեզի հարց տամ մի քանի օրինակներով սկսելով 25 երկար դարիներու Մոսկվայի առաջնորդ Դիրան arczepiskopոսեն որ ադյանին արչև հրավիրեցիք դուք arczepiskopոսը որուն գարկը արիք Մոնտրեալեն հերախոսով եւ հիմա ժողովրդին գուզեք համոզել որ ադյան գա կանոնական ադյան գա հարցերը հոնգուքան հոնգը լուծվին եւ արդար լուծում գտնեն Թուրս ելեք վեապար այս ինքնախապեյութենեն մեկ օրինակ չէ ցեզ 100 օրինակ տամ 140 եկեղեցականներու գարկազուրկ հրճագածեք վերջերս Սարոյանեն սկսած որ ադյանի հրավիրեցիք Սարոյանը եւ կամ նախորդները եպիսկոպոս arczepiskopos վարդապետ որ ադյան հրավիրեցիք արդյոք իրավուկ դվիք ենթակային որ կա ինքնաբաշխանության իր խոսքը է այսօր ադյանի մասին խոսի չունի քաչությունը վեապար ընդունելու որ խախտածեք ձեր գուսակրոնության ուխտը բայց հանցանքը միայն ձերը չէ հանցանքը բոլորիս է որ չունին քաչությունը քալու եւ բահանջելու որ այդ հարցը գուսակրոնության հարցը լրջորեն խնդրո առարգա դառնա ասկային եկեղեցական ժողովի ընթացքին եւ լուծումը գտնե որու մեջ մեծ թեր պիտի ունենա եպիսկոպոսական ժողովը ասկի անտին կան նաեւ ուրիշ հարցումներ ցեզի ուղված երբ կսեք որ եկեղեցին որևէ ադեն պիտի չեն թարգվի քաղաքական գուսակցության եւ հետեւաբար պետք չէ եկեղեցին իր գարկին ինչպես չգտնունիր որ քաղաքական մարմիններ իշխանությունը խառնվի եկեղեցվո ներքի կյանքին նույնը գսեք նաեւ որ եկեղեցին պետք է անգախ լա եւ նաեւ պետք չէ խառնվի բայց նույնադեն կփորձեք արդարացնել այն ինչ որ Պակրատ Սրբազանարավ Զանազան հերյուրանքներով օրինակ կբերեք որ սահմանի վրա ժողովուրդը փողոքի ելավ
այդ փողոքներուն դեր պետք է գանքներ առաջնորդը եւ հետեւաբար այդ բոլոր ժողովուրդը թեպի Երևան փերող arczepiskopոսին գսեք որ ես սարեցուցի իր ճաշտոնը անօրինակ դայօրինակ հայտարարություններ գնեք վեապար շատ հստակ կերպով Փակրատ Սրբազան եկավ Երևան իր ժողովուրդով ծեր օրտնությամբ հիմա գսեք որ սխալ ըրաձեր ինչու այդադեն ծեր օրտնություն ունեցավ եկավ Երևան գեշ ժամ 1 ժամ 3 ժամ հայտարարություններ ըրավ ուզեց վարչապետը լալ այս է եկեղեցու թիրքը եւ այս բոլորը ծեր օրտնությամբ վեապար հիմա գսեք որ բեդությունը իրավունք չունի մեր ներքին հարցերուն խառնվելու Հայաստանից առաքելական եկեղեցին վեապար ջահիջի մեջ է ցավոն է որ մեր Փարսազիջանի եւ Փորկրավոր եկեղեցականները չունին քաչությունը ասել որ պետք է եկեղեցին մաքրվի եկեղեցին փրկվի որբեսի զորավիկ կանգնի հայոց pedagoganաշինության մեր ժողովուրդը բարդավոր է բահանջելու բոլոր եւ լուծում անաչարգելու բոլոր այն երևույթներու մասին որոնք հայաստանյաց առաքելական եկեղեցին այս օրերուն հասցուցին եւ այս բոլորին բաճարը դուք եք վեապար ադյան սուտ բաներ մի հրադարագեք մի հրաբարագեք թահիջը թուգեք ամեն բան թուգրիկ եւ այս օրերուն ասուցիկ եկեղեցին ջահիջի մեջ է սիրելիներ բոլորս միասին ոտքի պիտի հանենք եկեղեցին անգամ եւս որբեսի ցերկ-ցերկի հայոց իշխանության հետ ովքեր որ ալանանոնք երգիրը դնդեսաբես զարգացնե արինքնող երգիր մլա եւ այդ 8 միլիոնը հայրենիք երթա փոխանակ օդարության մեջ դարակիր ապրելու Բարոն Չապարյան նկատի ունենալով որ մի քանի օրեն արդեն ընդրություններ պիտի ըլլան հայրենիքներս արդյոք ինչ կմտածեք որ այս նոր օրերը բենզի պիտի հրամցնեն որովհետեւ մեր ժողովուրդը անգամ եւս խանդավառվի հայրենաշինությամբ Բազմաթիվ խորհրդակցություններ կատարած ենք, ցերեդնալ խորհրդակցած ենք, ինչպես նաև բազմաթիվ այլ քաղաքապարագից եւ հավատագից ընկերուներու հետ եւ որոնց հերթին հոգեվորականներ եւ աշխարհականներ պետք է ասել որ ճանապարհային քարտեզը բավականին հստակ է առաջադրանքը համադարած առաջադրանքը այն է որ ընդդություններեն ամիջապես յետքը Քարեքին B Գդրիչ Ներսեսյանը եւ իր գլանագիցները եւ Հայաստանի մեջ եւ աշխարհի շուրջը բոլորն ենթարկվին բռնականցման օրենքի դրամատություններուն եւ ապօրինի բոլոր իրենց կատարած յուրացումները թալանը որ իրականացած են եկեղեցականները Հայաստանից առաքելական եկեղեցու ունեցվածքը եւ հավատացյալներուն հանդեպ կատարած թալանը իսկ քաղաքական հին քաղաքապետական քաղաքական ղեկավարները Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, օլիգարխները անոնքալ ենթարկվին նույն տիպի բռնականցման օրենքի դրամատություններուն եւ բացի այդ դուք բավականին հստակ ներկայացուցիք երկար դասնամյակներու ընթացքին այդ գոյություն ունեցող խնդրին մասին որ ինչպես կարելի է ցերպազատվել Քարեքին B Գդրիչ Ներսեսյանի ներքին եկեղեցու ներքին թշնամի են հստակ է հասարակած մոդեցումը ինչքան որ ես հասկացա խորին որ դուքալ համախոհ եք որովհետև այս մասին խոսած ենք միասին որ առաջին հերթին Քարեքին B-ն ենթարկվի ազատազրկման իր բազում հանցագործություններուն համար եւ ադոր հետ զուգահեռ հիմա արդեն որ գոյություն ունի
եւ 2015 թվին սկսյալ Ամերիկայի մեջ հայ եղեցվող բարեկարգման շարժումը, որ բազմաթիվ փողոքի ակցիաներ իրականացած է այստեղ Լոս Անջելեսի մեջ, դեսանյութը կտեսնենք մեր զրույցի ժամանակ, թող հերոստատիդողը իրազեկվի, ուրեմն շատերուս պատկերացումը ներառյալ իմ եւ ցեր այն է, որ ներգա այդ եպիսկոպոսական այդ խմբավորումը, որ ցանկի գոչված է, որ համախմբված են եւ քարեքինի հրաժարականը կբահանջեն, նախ եւ առաջ այդ 10 եպիսկոպոսներեն առնվազն իմ դերեկության հիման վրա երկուքը վիճելի եւ մութ անցյալ ունին եւ իրենց հավատարմությունը ատկանալ վստահություն չի ներշնչել եւ անոնց մեկը ես բազմիցս բարձրացնած եմ Արեմեդյան Միացյալ Նահանգներու Արեմեդյան թեմի թեմագալ առաջնորդությունը ուզուրպացրած, որ երկար տարիներ ուզուրպացման, այսինքն բռնազավթման կենթարկե ընդդություններու արդիվ խարթախություններ իրականացնելով եւ զուխերու պատգամավորներու թիվերուն հետ ասենք մանիպուլյացիաներ անելով այդ մասին հետաքային ավելի մանրամասն ուրեմն առաջադրանքը այն է որ յուրաքանչյուր անդամ որ պետք է միանա այս շարժումին հայ եղեցվող բարեկարգման շարժումին պետք է լիովին ըստուկման ենթարկվի որովհետև մենք տեսանք ինչ պատահեցավ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի հետ երբ ինքը իբրև թե բարեկարգման գոմնագից հանդես եկավ եւ հաջորդ օրը արդեն քարեքինին պրոպագանդա գներ եւ քնած Ավստրիա քարեքինի հովանավորության ներքո այդ համախմբումին մասնակցեցավ ուրեմն պետք է յուրաքանչյուր անդամ ըստուկման ենթարկվի որպես եկեղեցական իսկ երկրորդ կորձնական քայլ այդ եպիսկոպոսական համախմբումը ընդլայնվի եւ ինչպես որ անգլերեն գսեն ad hoc committee ստեղծվի այսինքն ժամանակավոր ազգային եկեղեցական ժողով ստեղծվի թշպախտապար ընդդություններու ճանապարհով հեշտ չէ որովհետեւ ամբողջ համակարգը բռնազավթված է ուրեմն ժամանակավոր ազգային եկեղեցական ժողով կստեղծվի եւ որուն պետք է մաս կազմեն նաեւ աշխարհականներ նվիրյալ աշխարհականներ ինչպես որ դուք բարոն Մխիթարյան բարոն Քևորկյազը ջան եւ նաեւ բազմաթիվ հոգեվորականներ որոնք իրենց գոչումին դեր ունեն օրինակ համար Սուբդաթեի վանքի հոգևոր դեսուչը քարեքին առաջին եւ քարեքին երկրորդ հիմակվա Չգաթողիկոսին Խավազանագիրը եղած է հայր Խորեն Հովանեսյանը անալ պետք է մասնագիցը լա եւ նոր Հայաստան նոր հայրապետ շարժումին ղեկավարը կամ ղեկավար անձնավորությունները եւ որոնց գլխավորակույնը հայր Գորյունը անալ պետք է մասնագիցը լա հետո Քևորկյազը ջանը Քարեքին Հարությունյան ուրիշ ինչ անուններ գարաչարկեք բարոն Մխիթարյան Դերապել Մանուկյան Զվիցերիայեն որպես քաչածանոտ եւ արի աստվածապան Գարկազուրկ հրճակված բայց այսօր Հայաստան ապրող Գերմանիո մեջ ուսած Քարեքին Վարդապետ Հարությունյան եւ իրենց նման շատեր որոնք կփապակին իրենց աճակցությունը բերել փրկելու համար հայ եկեղեցին Շնորհակալություն բարոն Մխիթարյան այդ անվանացանկին անպայման ես պիտի փապակեի ավելցնել Զիվիցերիո մեջ կորձող հոգևոր դեսուչ հայր Քուսան Ալանջյանը եւ անշուշտ իր նմանները մեկ խոսքով այս համախմբումը պետք է ընդլայնվի արագընթաց կերպով եւ անշուշտ այս կորձունեությունը գիրականանա մինչ քարեքին բն ազատազրկված գլա իր բազում հանցագործություններուն համար որովհետեւ հայկական պետականությունը բարդականություն ունի
քաղաքացիներուն հանդեպ ազատազրկելու, պատասխանատվության ենթարկելու հանցակորձ եկեղեցականներ, որովհետև ինչպես որ մենք գիտենք Ամերիկայի մեջ թուգալ լավ իրազեկված եք վերջին տասնամյակներուն քանի հազար քրիստոնյա գղերականներ պատասխանատվության ենթարկվեցան մեկ մասը մանկաբուծության հանցակորձության արդիվ մյուս մասը ուրեմն փողի ասենք թալանի արդիվ եւ այսպես այնպես որ ճանապարհային սիրելի հերոստատիդորներ մեր ժամանակը հասած է իր ավարտին ուրեմն մենք ճանապարհային քարտեզին գեհդեվինք եւ ամենակարևորը ներքաղաքական դաշտը եւ մեր հոգեվոր դաշտը ներեկեցական դաշտը պետք է ամեն կերպ ապա նեղացման ենթարկվի եւ բոլոր թալանչիները եւ հագապետականները հագաքրիստոսները պետք է բոլորնալ մաքրվին եւ իրենց արժանի դերը գտնան բապմության աղբանոցի մեջը եւ թեպի բապմության աղբանոցի ճանապարհը կսկսի նուբարաշենի քրեագարական հիմնարկով